Այնտեղ, որտեղ խաչվում էին արևմտյան արծվի լեգիոնների եւ արևելքի գերտերության աշխարհակալ բանակների ուղիները, գրվում էին հայկական պատմության ամենափառավոր էջերը։ Ստիպված լինելով մարտնչել հայկական աշխարհի, հետո նաեւ տարածաշրջանի բոլոր անկյուններում, Մեծր Տիգրանի մարտիկները ոչ միայն ամրանում էին, այլև ճկունության եւ հմուտ ղեկավարության շնորհիվ յուրացնում եւ տեղայնացնում էին հզորների հաղթելու բանաձևը, մշակելով ու զարգացնելով հայկական անկրկնելի ռազմական ավանդույթները։ Ձևավորվել էր ռազմարվեստի երկու համակարգ՝ հռոմեականը, որը ուներ հունական հիմք եւ որի առանցքը կազմում էր հետևակը, հունական շրջանում դա փաղանգներ, հռոմեական շրջանում լեգիոնը եւ երկրորդը հռոմեականին Տիգրանի ժամանակաշրջանին, հռոմեականին դիմակայող պարթևականը, որը շեշտը դնում էր հեծելազորի վրա։ Այդ առումով հայկական բանակը իր հետևակային զորքերը ավելի նմանեցրել էր հռոմեական լեգիոնների, ուրեմն որդեգրած տարբեր տեսակի մանևրերին, տակտիկային եւ զենքի կիրառմանը, իսկ հեծելազորը, որ ավելի լավն էր, քան հռոմեականը, այն նման էր ավելի իրանական, պարսկական, պարթևական, ուրեմն հեծելազորին։ Այս պայմաններում ժամանակի հարց էր հին աշխարհի հարվածային հզորագույն միջոցներից մեկի՝ ծանրազեն հեծելազորի առկայությունը հայկական բանակի շարքերում։ Գլխավոր տվյալները վերաբերում են արդեն Տիգրան Մեծի ժամանակաշրջանին եւ դրանք բավականին կոնկրետ են եւ հետաքրքիր։ Այն, որ Տիգրան Մեծի բանակում կար 55,000 ձիավոր, իսկ այդ 55,000-ից 17,000-ը ըստ Պլուտարքոսի դա զրահապատ ծանրազեն հեծելազորներ։ Սա շատ մեծ հարաբերակցություն է ծանրազեն եւ թեթևազեն ձիավորների միջև, որովհետեւ եթե նայում ենք այդ համեմատությունը անցկացնում ենք պարթևական հեծելազորի հետ, այնտեղ տարբեր տեղեկությունների համաձայն հարաբերակցությունն այսպիսին էր՝ մեկ ծանրազեն հեծյալ, դրա դիմաց 10-ից մինչև 125 թեթևազեն հեծյալ։ Նոր միավորները զորքերում չէին հայտնում տարերայինորեն։ Բանակի վերափոխումները համակարգային էին եւ հիմնավոր մշակված։ Բանակի շարքերում յուրաքանչյուր մասնիկ եւ ստորաբաժանում գործում էր ելնելով ընդհանուր մարտավարությունից։ Ճակատամարտը սկսում էր թեթևազեն հետևակը, ընդանք նետաձիգներն էին, տեկաձիգները եւ այլն, որոնք մարտադաշտը պատրաստում էին հիմնական հարվածը անդրադարձնելու ունակ հետևակի ծանրազեն հետևակի համար։ Ծանրազեն հետևակը իր վրա էր ընդունում գլխավոր ծանրությունը եւ միջին թեթևազեն հեծելազորի հետ միասին կասեցնում էր հակառակորդի գործողությունները, հակառակորդի առաջին սովորաբար հիմնական գրոհը։ Դրանից հետո անհրաժեշտության դեպքում հեծելազորը կարող էր նահանջել, վերախմբավորվել եւ վերախմբավորումից հետո արդեն ծանրազեն եւ զրահավոր հեծելազորները գրոհում էին հակառակորդի վրա սովորաբար մի թևից, արդեն կասեցված գրոհի պայմաններում հակառակորդը չէր կարողանում դիմանալ դիմադրությանը եւ որպես կանոն նահանջում էր։ Ծանր հեծելազորը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, ամբողջովին զրահապատ էին թե հեծյալները, թե ձիերը, գլխավոր զենքերն էին նիզակն ու ծանր թուրը։ Այրուձին գրոհում էր հոծ առավելապես սեպաձև մարտակարգով։ Հյուրավոր ռազմիկներից բաղկացած տվար շարքերի սրընթաց հարձակումով ջախջախվում էր ոչ միայն թշնամու հետևակը, այլև հեծելազորը։ Զրահապատ զանգվածը պարզապես ոտքի տակ էր գցում հակառակորդին։ Եթե վերցնենք ամենահետաքրքիր տվյալներից մեկը 69 թվականին, երբ Տիգրանակերտը շրջապատված էր, հայկական 6000-անոց ընտիր հեծյալ մի գունդ, ըստ երևույթին Տիգրան Մեծի հենց թիկնապահ զորքը, այսինքն հենց այդպես էլ կար, այդ գունդը ճեղքում է հռոմեացիների շարքերը եւ ինչպես հայտնում է Պլուտարքոսը, անջատում է, թույլ չի տալիս հռոմեացիներին իրենց
ճամբարներում է պահում հռոմեացիներին իր նետերը կրակելով, որի ընթացքում հայ հեծյալները թափանցում են պարիսպներից ներս, նրանց առջև դարպասները Տիգրանակերտի բնականաբար կայազորը բացում է եւ այնտեղից դուրս են բերում գանձերն ու թաքուհուն։ Իդեպ ամենևին էլ ձյուրին չէ ռազմական զորամաս պահելը, մշտական վարժանքներով մարտունակությունը բարձր պահելու գործը։ Անհրաժեշտ էին ամուր եւ լավ զարգացած ենթակառուցվածքներ, ծախսատար հոգացություն, բուծում էին ուժեղ եւ ծանրամարմին ձիեր, կռում զենքեր ու զրահներ, ժամանակակից տերմինաբանությամբ լավ զարգացած ռազմաարդյունաբերական համալիր։ Նյութական մասը հեծելազորի, այսինքն զրահը, բուն զրահը, որով զրահապատվում էր անձնակազմը եւ ձիերը, կապված էր հիմնականում Տիգրանի նախորդած շրջանի հետ, որովհետև Արտաշես առաջինի, այսինքն Տիգրանի պապի, ապա նաև Արտաբազդ առաջինի եւ Տիգրան առաջինի ժամանակաշրջանում երկիրը տնտեսապես բավականին զարգացել էր, որի հետևանքով ձևավորվել էր նյութական բազա, որի հիման վրա Տիգրանը կարող էր բանակում բարեփոխումներ իրականացնել, այսինքն ստեղծել գլխավոր հարվածային ուժ, որի նպատակն էր բանակի պաշտպանական ռազմավարությունից, ինչքան ակտիվ լիներ մեր ռազմավարությունը պաշտպանական էր, պաշտպանական ռազմավարությունից անցում կատարել հարձակողականի, այսինքն դուրս գալ լեռնաշխարհի սահմաններից։ Հաճախ ծանր հեծելազորի մարտադաշտում հայտնվելն արդեն հակառակորդին խուճապի էր մատում, այդպիսով վկայելով նաև իր բարոյական հսկայական դերի մասին, մեծ նշանակություն ունեի նաև արտաքին տպավորությունը, փայլող զրահներն ու սաղավարտի ազդեցիկ տեսքը։ Մյուս պարթևական հռոմեական բանակների համեմատ հատուկ հաստություն ունեին այդ զրահները, այդ մասին կարել դատում են նաև օտար հեղինակները, որոնք ըստ երևույթին հենվել են մի շարք տեղեկությունների վրա, օրինակ Տրդատ մեծ թագավորի զրահների մասին է խոսքը լինում, որ այնպիսի ծանր էին եւ այնպիսի հաստություն ունեին, որ նետերը պարզապես չէին կարող այդ զրահները խոցել ոչ մի կերպ։ Մի շարք այլ տեղեկություններ հայտնում է Մովսես Խորենացին մեր զրահապատ զորքերի մասին, ինչպես էին նրանք պարզապես ահուսարսափ տարածում Պարսից զորքերի միջավայրում։ Այդ մասին խոսում է նաև Պլուտարքոսը, երբ Արացյանի ճակատամարտից առաջ նկարագրում է, թե երբ Լուկուլոսը տեսնում է Տիգրան Մեծի բանակը, հեծյալ բանակը եւ նրանց զրահապատ ուրեմն շարքերը, նա նույնպես սարսափում է։ Ծանր զրահավորված հեծելազորը ձևավորվում էր ազգի վերնախավից, ազնվականությունից։ Հեծելազորի համար հավաքագրում էին ազատների, մանկուց ուսուցանում ռազմական գործին, հղկում ու թրծում հեծելակի վարպետությունը։ Պատկերացնում եք խոսքը 1000 տարվա շարունակականության մասին է, ինչպիսի մարտարվեստի, ձեռնամարտի ավանդույթներ կունենար մի զորք, ինչպիսի գաղափարական հիմք կունենար մի զորք, որը ունի 1000 տարվա անընդմեջ պատմություն։ Ոչ միայն հայկական բանակի ընտրախավն էին ոստանիկները, այլև հայկական պետության ընտրախավն էին։ Այդ ոստանիկներից էին դուրս գալիս ապագայում մեր խոշորագույն մշակութային գործիչները, գիտնականները։ Մեսրոպ Մաշտոցը ոստանիկ էր, Ներսես Մեծ Կաթողիկոսը ոստանիկ էր, Եղիշեն ոստանիկ էր։ Սրանք բոլորը այդ ընտրախավն էին եւ սրանք զրահապատ ապագայում արդեն սկսած Տիգրան Մեծի ժամանակներից։ Սրանք հիմնականում հեծյալներ էին եւ ծանրազեն հեծյալներ։ Այսպիսի զորատեսակի առկայությունն իսկ արդեն բազում հաղթանակների գրավական էր։ Հաճախ անհավասար մարտերում խորամիտ մարտավարության եւ ռեսուրսների ճշգրիտ կառավարման շնորհիվ ծանր հեծելազորը խլում էր հաղթանակի դափնին հակառակորդի ձեռքից։ Հեծելազորը այն բազմիցս է ցույց տվել իր արդյունավետությունը, սկսած թեկուզ հենց Արածանի ճակատամարտից 68 թվականի աշնանը Քրիստոսից առաջ, երբ մեր հեծելազորը գրեթե մարտի չբռնվելով հռոմեական հետևակի հետ մեծ կորուստներ պատճառեց նրանց, սկզբից դիմելով խաբուսիկ հնարքի, սուտ փախուստի, այնուհետև նետերով, նետահարելով հռոմեական զինվորներին, այդ թվում թունավոր եւ կեր նետասլակներով, որոնք գրեթե մահացու էին, միշտ բուժել հնարավոր չէ,
մեծ կորուստներ պատճառեց եւ փաստորեն մարտը շահեց գրեթե առանց լուրջ կոնտակտի մեջ մտնելու հետ հակառակորդի հետ։ Տարիների ու դարերի փորձառություն, բազում եւ բազմաբնույթ մարտերում կայացում ի վերջո հարվածային մեծ ուժ։ Պատահական չէ, որ ժամանակի հեզորները հաշվի էին նստում նմանահարկ ու զորատեսակի հետ։ Էլիտա հանդիսացող այս հեծյալ մարտիկները դարձան հայկական պետականության հզորության խորհրդանիշն ու երաշխավորը շատ տարիների ընթացքում։ Գաղափարական առումով նրանց ազդեցությունը մեծ էր ամբողջ հայ հասարակության, հայ ժողովրդի վրա։ Եթե մենք կարդում ենք մեր գրականությունը ստեղծման օրից մինչև այսօր այնինչ մեզ հասել է, մենք տեսնում ենք այդ հոգեբանությունը նույնիսկ մեր քրեական հեղինակների գործերում, որոնց միջոցով էլ եւ մեզ հասել է։ Բոլոր մեր ազատագրական պատերազմները, որոնք մղվել են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ազատագրության համար, այդ ամենտեղ ընդգծվում է գրեթե անընդհատ, որ այդ գաղափարական, բարոյական սկզբունքները ինչքան հզոր են եղել եւ ինչպես են դրանք տարբեր ձևերով ներծծվել է ամբողջ հայ ժողովրդի հոգեբանության մեջ։ Սա հերթականն էր հայոց այրուձիի հաղթական ճանապարհի եւ ավանդույթների մասին պատումներից, իսկ արժեվում դարավոր պատմությունն է եւ հաղթանակները, որոնք իրականություն են դարձել արիության, ինքնազոհության եւ ինչն ամենակարևորն է, ռազմական կայուն ավանդույթների եւ սուր մտքի շնորհիվ, սակայն սա արդեն այլ պատմություն է։ Կհանդիպենք ռազմի մասին մեր հաջորդ պատումի ժամանակ։ Մնացեք խաղաղությամբ եւ հիշեք, հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազայն բռունցքին, այլ ներազայն գերազանցությանը։ Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ, բայց մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել։